Պարոն Բաղդասարյան, մի քանի օր առաջ Լաս Վեգասում տեղի ունեցել Վարդան Ղուկասյանի գործով դատական հերթական նիստը եւ Ղուկասյանը բացատրություններ է տվել, դուք տեղեկացրել եք, որ նիստը բավական երկար է տևել, շուրջ 4 ժամ եւ պնդում եք արել, որ Հայաստանի դատախազության ներկայացրած դիմումը անհիմն է եւ ներկայացված փաստերը խեղաթյուրված են, ինչպես եք հիմնավորում ձեր այս պնդումը, ինչ խեղաթյուրված փաստեր ներկայացրել դատախազությունը ամերիկյան դատարանին։ Նախ եկեք արձանագրենք, որ ԱՄՆ-ում այդ դատապրոցեսը դռնփակ ռեժիմով է տեղի ունենում, ինչա դա իրանից ենթադրում, նշանակում, որ դռնփակ դատական պրոցեսում իրականացված եւ իրականացվող գործառույթները, դատալսումները ենթակա չեն հրապարակման։ Դա եկեք արձանագրենք։ Ես տեղեկացնեմ, այսպես ասած, մի վարույթում ներգրաված երկու գործ է լսվում, մեկը միգրացիայի հետ կապված, մյուսն էլ քիչ առաջ որ նշեցիք, վերջինիս նկատմամբ իրականացված նախաձեռնված քրեական վարույթով Հայաստանում 15 թե ավել այդ էպիզոդներով 15 առանձին հոդվածներ նկատի ունեք։ Հոդվածները կարող են նույնը լինել, բայց էպիզոդները, այսպես ասած, առերույթ կատարած արարքը, որը դիտել է լիազոր մարմինը, տեսել է հանցակազմ, 15 եւ ավել են, միգուցե հաշվենք կարող 20-ն էլ անցնի, այս բանը դժվար եմ ասեմ։ Բոլոր այդ հանգամանքները այս պահին ամերիկյան դատարանը քննում ուսումնասիրում է։ Այո, Հայաստանի պետական լիազոր մարմինը այդ գործը, այսպես ասած, ուղարկել է բխող բոլոր իրավական հետևանքներով։ Հիմա նայեք, միգրացիայի հետ կապված ԱՄՆ-ի օրենքը, ԱՄՆ-ի ներպետական օրենքով, ովքեր նախկինում կատարել են քրեական հանցագործություն եւ դատապարտվել են, այսպես ասած, ուղղակի արգելվում է, որպեսզի իրենց ներգաղթի կանոններով թույլատրեն եւ բավարարեն դիմումը ներգաղթի հետ կապված, այսինքն եթե մենք այս ֆորմատով վերցնում ենք, պարտադիր պայման դիտվող այդ իրավանորմը ԱՄՆ-ում գործում է, եթե անձը կատարել է քրեական օրենքով արգելված արարք եւ դատապարտվել է, ներգաղթի կանոններով վերջինիս թույլ չեն տալու, որպեսզի մնա ԱՄՆ-ում։ Արևը դա այդպես է։ Սակայն Վարդան Ղուկասյանը ունի դատվածություն։ 2014 թվականին, այո, օրինական ուժ ստացած դատական ակտ կա, որով պարոն Ղուկասյանը դատապարտվել է ազատազրկման։ Միգուցե քիչ հետո շատ կարճ Ինչ մեղադրանքով։ Քիչ հետո շատ կարճ դրան ես կանդրադառնամ։ Ուղղակի որպես իրավապաշտպան եմ արձանագրում, այդ իրավական արգելքը քիչ առաջ որ ես ասեցի ԱՄՆ-ի ներպետական գործող այդ իրավական արգելքը նայեք վերաբերում է հանցագործություններին, այլ ոչ թե դատապարտմանը։ Հետևաբար դատավճիռ ունենալը իմ իրավապաշտպանից կարծիքով չի արգելում ապաստան տրամադրելուն, եթե քրեական հանցագործություն տեղի չի ունեցել։ Այսինքն մի դեպքում մենք նայում ենք, ասում ենք անձը 14 թվականին դատապարտվել է, ենթադրվում է, որ պետք է ներքրեական հանցագործություն, մյուս դեպքում ես որպես իրավապաշտպան արձանագրում եմ, դա չի վերաբերում դատապարտվելուն, դա վերաբերում է հանցագործություն կատարելուն։ Այսինքն դրա տակ ես ինչ եմ տեսնում։ Դրա տակ տեսնում եմ, որ այդ 14 թվականին իր Վարդան Ղուկասյանը դատապարտվեց, ըստ էության ինքը չէր կատարել հանցագործությունը, որի հիման վրա դատապարտվեց։ Այն ժամանակ վերջինիս մեղադրել են շորտման փաստով $50 թե 50 եվրոյի հետ կապված եւ նախաքննության հենց փուլում նրա մայրիկին ապօրինաբար զրկում են ազատությունից, տանում են Նուբարաշենի աղբավայր։ Ով է տանում։ Մարդիկ։ Ոչ իրավապահները նկատի։ Ըստ Տիկին Սուսաննայի տված ցուցմունքի բացատրությանը իր հայտարարություններ տվեն ժամանակ հանցագործության մասին, նա անգամ նշում է անձանց անուններ, ովքեր այդ ժամանակ աշխատել են իրավապահ համակարգում մեջ։ Եվ Նուբարաշենի աղբավայրում նրան, այսպես ասած, թողնելով այնտեղ, ազանգ են իջացնում, որ հաջորդ անգամ իրեն թաղելու են, եթե որդին մեղքը չընդունի։ Այսինքն մենք ունեցանք հետևյալ պատկերը, եւ որդին դրանից հետո մեղք ընդունում է եւ դատապարտվում է ազատազրկման։ Այսինքն մենք ունեցանք հետևյալ պատկերը, որ ԱՄՆ-ի ներպետական օրենքով ասում է, եթե դու կատարել ես հանցագործություն,
ապա քո հանցագործությունը բավարար է, կատարած հանցագործությունը քրեական օրենքով իհարկե, քրեական օրենքով նախատեսված, ոչ թե քաղաքական հարթության վրա, ապա դա բավարար է, որ դիմումը մերժվի վերջինս։ Բայց նա 2022-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, ճիշտ է։ Այսօր քննում այդ քեյսը միգրացիայի հետ կապված առաջին խախտում կա թե ոչ, եթե խախտում կա, ապա բավարարում է վերջինիս չափորոշիչները բավարարում է, որպեսզի նա շարունակի մնալ Ամերիկայի Միացյալ։ Բայց ամեն դեպքում միգրացիոն ծառայությունը պնդում է, որ նա խախտել է Ամերիկայի միգրացիոն ծառայության խախտումը դա կարա այլ որոշակի իրավական հետևանքներ առաջացնի։ Ես արձանագրեցի այն իմպերատիվ նորմը ԱՄՆ-ի ներպետական օրենքով գործող այն իմպերատիվ նորմը, որ եթե կատարես հանցագործություն, դու ԱՄՆ-ում տեղ չունես։ Այս հարցը լուրջ գնահատման խնդիր է եւ Միացյալ Նահանգների դատարանում դրա գնահատականը պետք է տան։ Նայեք, որպես կանոն միգրացիոն գործերով մեկ նիստ է տեղի ունենում կամ ժամերի հարց է եւ կարծում եմ նաեւ դա է պատճառը, որ գլոբալ առումով քննություն է գնում եւ նման դեպքում ես կարծում եմ, որ փաստաբանական թիմը այս հարցին լուրջ ուշադրություն կդարձնի բոլոր իրավական հետևանքներով, այսինքն արդարության շահը դա է բխում, որպեսզի հասկանան անձը դատապարտվել է, բայց արդյոք անձը հանցագործությունը կատարել է թե ոչ։ Ներողություն մի ճշտում, այսինքն դուք ուզում եք ասել, որ նրա այդ նախկին դատվածությունը նույնպես ամերիկյան դատարանը պետք է այդ հանգամանքը նույնպես քննի ուսումնասիրի որոշում կայացնելուց։ Եվ դրա հետ միասին նաև դիտարկվելու է բոլոր այդ 15 մոտ 2 Իմացանք երկրորդ քեյսը, անցանք երկրորդ գործին, երկրորդը որ մեկ վարույթում քննվում է առերուտ կատարած հանցագործությունները, որով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված տասնյակ հոդվածներով Վարդան Ղուկասյանի մեղադրանք է առաջադրված։ Նայեք, դրա հետ կապված ներկայացվել են համապատասխան ապացույցներ, ես չեմ ցանկանա ավելի մանրամասն ներկայացնեմ, ուղղակի մի փոքր ես այսպես ասած արձանագրում անեմ, այդ գործերով նաև այսօր Հայաստանում ներգրաված են որպես մեղադրյալներ անձինք, որոնց նկատմամբ արդեն դատաքննություն է գնում, ընդհանրապես ես ասեմ հետեւյալը առանցքային վկաներ կան, որոնց ցուցմունքների հիման վրա առաջադրվել են այդ մեղադրանքները, ովքեր գալիս են դատարան եւ ուղղակի հրաժարվում են նախկին տված ցուցմունքները եւ պատճառներ նշում են թե ինչի է եղել, մասնավորապես սպառնալիք է եղել ոչ միայն իրանց, այլ նաեւ իրենց ընտանիքների հետ կապված։ Դրա հետ կապված դա առանձին գործառույթ է եւ ես կարծում եմ գալու է ժամանակը եւ նաեւ դրա իրավական գնահատականն է տրվելու, թե որն է պատճառը, որ երեխային բերում են հոր մոտ, ասում են նայ ձեռնաջարդված, եթե հիմա այն ցուցմունքը չստորագրես, որը մենք գրել ենք, ապա գլուխն հաջորդ անգամ ջարդվում։ Քանի որ այդ նույն գործով արդեն դատական նիստեր են ընթանում Հայաստանում, դուք դրա մանրամասները փոխանցում եք ամերիկյան դատարանին։ Ես որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան թե ինչ ապացուցողական բազայում ներկայացրել, դրա մասին գիտեմ ես, փաստաբանական խումբը եւ հետագայում կներկայացվի դատարան։ Ես պայն ձեռնպայն մնում բարձրաձայնելուց։ Պարզ է, պարոն Բաղդասարյան, իսկ այդ 15 մոտ 2 տասնյակ այդ արարքները, մեղադրանքները, որոնք վերագրվում են Վարդան Ղուկասյանին, դրանք հիմնականում ինչ արարքների մասին է խոսքը եւ նաեւ խոսվում է այդ մանկապղծության շորթում սպառնալիքներ, յուրացում մանկապղծության հետ կապված կարծես խոսել էր դոկուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը։ Ես անկեղծ տեղյակ չեմ կուսակցության նախագահը ինչ հետ կապված ինչ հայտարարություն է արել, բայց համացանցում պատտվում են մանկապղծության հետ կապված ուրեմն դա այդպիսի հոդված կա զազրելի սուտ, այսպես ասած Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է կատարվում նաև այսպես ասած կարել մանկապղծությունը նման հոդված միանգամից եմ ասում գոյություն չունի մանկապղծության հետ կապված իմպերատիվ արձանագրում եմ մեղադրանք չկա եւ տարածողները մեղմ ասած նրանց կողմից դա ստորություն է Դեկուսակցության ղեկավարը ենթադրում եմ խոսել է մամուլում ներկայացնելով որ նման մեղադրանքներ են փորձում առաջադրեն Վարդան Ղուկասյանի նկատի ունենալով
հանրայինը, եթերը եւ մնացածը։ Բայց դատախազության կողմից այդպիսի մեղադրանք այդ փաթեթում չկա։ Դե գիտեք, եթե 3-րդ անգամ ես պետք է ասեմ, որ չկա, կասեմ նաեւ 4-րդ անգամ չկա։ Ինչ որ առնչություն ունեցող կա, որևէ կա ըստ էության այսպիսի մի մեղադրանք կա, որը եւս իրականությանը չի համապատասխանում, երեխաների նկարները տարածելը, մասնավորապես վերաբերում էր բոլորդ եք հիշում, երբ Վարդան Ղուկասյանը անդրադարձավ այն մի դեպքին, երբ երեխաներին մայրը ստիպել էր, որպեսզի զբաղվեին պոռնկաբարո գործողություններով։ Եվ շագրգիռ անձիկ դիմել էին իր ապա մարմիններին ընթաց չէր տրվել եւ ինչպես շատ այլ հարցերում որ դիմում էին Վարդան Ղուկասյանի օգնությանը, դիմել էին Վարդան Ղուկասյանի օգնությանը եւ բացառապես Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո հանցագործության մասին հարուցվեց այդ քրեական նախաձեռնից այդ քրեական վարույթը, ձերբակալեցին մորը, կալանավորեցին, հետո որից հետո երեխաների հետ հոգեբան աշխատեց։ Այսինքն եթե մենք վերցնում ենք գլոբալ հարթակում թե ինչ է տեղի ունեցել, Վարդան Ղուկասյանին տեղեկացրել են առօրյա հանցագործության մասին, Վարդան Ղուկասյանը բարձրաձայնել է եւ տվել է կոնկրետ ժամկետ, որպեսզի իրականացնեն, որից հետո իրապահները գործողություն են իրականացրել։ Հիմա եթե դա մեր պետական լիազոր մարմինը դիտում է, որ երեխաների նկարները տարածեց, երեխաների նկարները ոչ թե տարածել, այլ բարձրաձայնել է մի հանցագործության ծանր զազրել է հանցագործության մասին, առանց որի բարձրաձայնելու երևի հերթական գործ է կլներ, որ այսպես ասած ջրերից դուրս չէր գա իրավական գնահատական։ Բայց նա պետք է երևի փակե ճիշտ է երեխաների այդ դեմքերը, որպեսզի մենք կարող ենք արձանագրել հետեւյալ փաստը, որ մամուլում տարածվում է, երեխաների մասին խոսվում է, դրանից հետո այդ երեխաների նկարները տարածվում են, դրանից հետո դիմում են Վարդան Ղուկասյանին խնդրանքով, ասում են խնդրում ենք գոնե դուք բարձրաձայնեք, որովհետև այս կարգի տևական ժամանակա այս կարգի գործողություններ է տեղի ունենում, որը անթույլատրելի է, չէ՞։ Ինչ է անում Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը իր բառապաշարով վերակենում եւ բարձրաձայնում հանցագործության մասին, հաջորդ օրը պաշտոնական հայտարարություն արում, որ քրեական վարույթ է նախաձեռնել, համապատասխանում է իրականությանը, ձերբակալեցին, կալանավորեցին, չկրկնվեն։ Ահավասիկ հիմա այս էպիզոդով եթե մարդու պետք է ասեք, որ երեխաների նկարները տարածի իրավունքը չուներ, ես այդ դրա հետ կապված ոչ միայն համակարծիք չեմ, ավելին վերջինս օգտակար եղավ, որպեսզի բացահայտվի այդ զազրելի հանցագործությունը։ Հիմա այս դրվագով դատախազությունը նույնպես մեղադրանք ներկայացրել է, ճիշտ է։ Ես ասացի արդեն, այո։ Եվ որ հոդվածն է դա։ Ոչ թե մանկապղծության հոդվածով, այլ երեխաների, այսպես ասած, պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու մեղադրանքով, որ իրականության հետ բացարձակ աղերս չունի։ Ինչպես չունի իրականության հետ այն մեղադրանքները հերթական, որ ասում անայտ անձը զանգահարեց ինձ, ասեց, եթե դու գումար չտաս ինձ, անայտ անձին գումար չտա երրորդ անձը, ապա Վարդան Ղուկասյանը վերակենալու եւ հայելա մեղմ ասած, հա։ Դրանից հետո քրեական վարույթ են նախաձեռնում, մեղադրանք են առաջադրում Վարդան Ղուկասյանին, չեն էլ ուզում տեսնեն թե անայտ անձը ով է, ոչ էլ անայտ անձին են լսում։ Այսինքն ըստ ոչ թե տեղի ունեցավ որ Վարդան Ղուկասյանն էր ասել, այլ այդ տվյալ անայտ անձը որ զանգել էր, փորձել էր գումար շորթել երրորդ անձից, թե Վարդան Ղուկասյանի մեղավորությունը ո՞րն է։ Երկրորդ տարբերակը, որ այս էպիզոդները որ ասում ենք, հա, երկրորդ տարբերակով ասում է զանգեց ինձ Վարդան Ղուկասյանը, այս էլ իր հեռախոսի համարն է, ասեց եթե գումար չտաս, ես քեզ մեղմ ասած հայելու եմ։ Վերցնում են քրեական վարույթը, նախաձեռնում են մեղադրանքը, առաջադրում են, հետո պարզվում որ այդ հեռախոսի համար ոչ միայն Վարդան Ղուկասյանինը չի, այլ այն ժամանակ որ զանգը կատարվել է, Վարդան Ղուկասյանը եղել է ԱՄՆ-ում, զանգը կատարվել է Ռուսաստանում։ Ես որպես իրավապաշտպան արձանագրում եմ, տասնյակներով հանցագործություններ են կատարվում, անձը բանտում նստած, զանգում է X-ի անունից եւ գումար է շորթում։ Հիմա այդ ֆորմատով այսօր մարդուն ծանր մեղադրանքներ են առաջադրում։ Գիտեք, այստեղ ես ինչ եմ ուզում արձանագրեմ։ Մեղավորը անձը դնեք դատեք, բայց մարդուն հանիրավի մեղադրանք առաջադրել եւ էլ տարփողել։ Հիմա դուք պնդում եք, որ այդ բոլոր 15 կամ 20 դրվագներն էլ որևէ հիմք չունեն, դրանք հնարածին մեղադրանքներ են։ Հիմա ավելի պատասխանատու եմ հայտարարում, որտեղ դատաքննությունները արդեն գնում, հա։ Եվ այդ մեղադրանքները փլուզվելու են։ Այսօրվա օրը եկեք ֆիքսենք, անկախ նրանից ինչ իշխանություն է լինելու Հայաստանում, այդ կարգի քրեական կեսերը ապագա չունեն։
Վաղը, չգիտեմ, 5 ամիս հետո, 1 տարի հետո դուք կլսեք, թե ես չեմ պատկերացնում այն դատավորին, որը չեղած բանով պետք է անդի մեղադրանք։ Իսկ ինչու պետք է դատախազությունը հանիրավի այդպես 15-20 դրվագներով մեղադրանքներ ներկայացներ Վարդան Ղուկասյանին։ Դա առանձին հարթություն է, հիմա այսպես վսրեչնի հարցը տամ, որն էր պատճառը, որ անձանց խոշտանգում էին առանց վախենալու, որ դրա հետ կապված վաղը կարող են պատասխանատվության ենթարկել։ Դա լրիվ առանձին թեմա է եւ դրա հետ կապված միգուցե առանձին հաղորդում պետք է։ Այսինքն դուք սա քաղաքական հետապնդում եք դիտարկում բան։ Եվ կներեք, այդ հարցը միգուցե դուք զուգահեռ տակ Լիազոր Մարին իդեմս դատախազության։ Դուք այսինքն սա քաղաքական հետապնդում եք որակում։ Ես դրա մասին հայտարարել եմ, իրավամբ սա քաղաքական հետապնդում է, որպեսզի Վարդան Ղուկասյանին զրկեն խոսքի ազատությունից։ Այսօր ինչի է իր ռեյտինգը այդքան բարձր, ոչ մեկ հարց չի տվել։ Բարձր է, որովհետև ոչ միայն հայտարարումը հանցագործության մասին, այլ նաև տակը փաստ է դնում։ Ինչի երեխաների նկարները տակը դրեց որպես փաստ, որպեսզի չստացվի, որ օդի մեջ խոսակցություն։ Դե բայց դա արգելված է օրենքով, ճիշտ է, պարոն Բաղդասարյան, դուք փաստաբանեք, պետք է ընդունեք, որ արգելված է միանշանակ արգելված է, բայց եթե մինչև այդ համացանցում երեխաների նկարները, տեսանյութերը դրված է։ Դե մեկ ուրիշի հանցագործությունը չի արդարացնում, ճիշտ է, երկրորդի հանցագործությունը։ Եթե մեկը կատարել է, չի նշանակում, որ դուք չեք կարող նույնը անել, ճիշտ է։ Լսեք, երկրորդի արարքի մեջ չկա հանցագործություն։ Երկրորդը բարձրաձայնում է արդեն տարածված, այսպես ասած, դեպքի մասին եւ ասում է հայտարարություն է տալիս։ Դե կարող եք փակել գոնե երեխաների դեմքերը ինչ-որ ձևով։ Ես այդ ճիշտ ասած այդ նկարները ես չգիտեմ էլ եղել է թե չեղել, իր Վարդան Ղուկասյանը հայտարարել է, բայց դա այն հոդվածը չի, որով արգելված է, որպեսզի երեխաների նկարները այդ ֆորմատով տարածեն։ Նա չի տարածել, նա բարձրաձայնել է կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ։ Ինչևից է դրա գնահատական հետագայում։ Հիմա ամերիկյան դատարանը բոլոր այս դրվագները հերթով ուսումնասիրում է եւ դրանով է պայմանավորված, որ ամիսներ է արդեն շարունակվում է գործ իրանից հասկացա հարցը, գործ իրանից ենթադրում է ծավալ եւ ծանրություն, իսկ թե ԱՄՆ-ի դատարանը ինչ գործառույթներ է իրականացնում, քիչ առաջ ասի դրամփակ դատական լսումներ են եւ դրանից ավելի չեմ կարող ասել։ Դրա որոշման իրավունքը բացառապես վերապահված է դատարանին, դատանը հասկանալի է, բայց կա հիմնավորում դրա տակ ի վերջո ինչու դրամփակ նախագահ դատավորը որոշել է, որ պետք է արվի դրամփակ։ Նշեցիք, որ միգրացիոն հարցերի հետ կապված սովորաբար մեկ դատական նիստ է, ճիշտ է տեղի ունենում։ Այս դեպքում հետեւաբար պետք է հասկանալ ինչու են ամիսներ տևում Վարդան Ղուկասյանի դեպքում։ Այո, ճիշտ եք նկատում, տևում է մեկ դատական նիստ, տևում է 1 ժամ 10 րոպե կամ ասենք, չգիտեմ, մի քանի օր, հաշվի առնելով գործի ծավալը, ծանրությունը կրկնում է։ Դատական process-ը կարա տևի մի քանի նիստ, կարա տևի տասնյակ նիստեր։ Հիմա սրա արդյունքում պետք է դատարանը որոշի արտահանձնում է Վարդան Ղուկասյանին Հայաստանին, թե ոչ, այսինքն բավարարում է Հայաստանի գլխավոր դատախազության այդ դիմումը, թե դատարանը կամ պետքա մերժի դատախազության հայտը, կամ պետքա արտահանձնման հետ կապված։ Այո, կամ պետքա մերժի, կամ պետքա բավարարի։ Եվ դուք կարող եք ասել, որ սա ավարտին է մոտենում, թե եւս մի քանի ամիս կարող է տևել։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ ակտիվ դատական լսումներ են լինում, մենակ այն հանգամանքը, որ 4 ժամ դատական process է գնում անընդհատ ձևով, դա նշանակում է, որ մեծ ծավալով դատալսումները տեղի ունեն։ Եվ մի հարց էլ պարոն Բաղդասարյան, մամուլը գրեց, որ դեսպան Մակունցն է բազմիցս դիմել Միացյալ Նահանգների իշխանություններին Վարդան Ղուկասյանին արտահանձնելու խնդրանքով եւ մերժվել է, բայց շարունակում է կրկին փորձեր կատարել։ Իսկապես եղել է այդպիսի դիմում եւ մերժում ստացել է, դուք ունեք այդպիսի տեղեկատվություն ձեր վստահորդի հետ կապված։ Ես ասեմ հետեւյալ, երբ մամուլը գրում է, որ տվյալ դեպքում տվյալ անձը, պաշտոնատար անձը, որ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նման բան արի, տակը պետք է հաղումը դնել։ Ես նման պաշտոնական տեղեկատվության տեղյակ չեմ, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Բայց տրամաբանական է, որ դեսպանը նույնպես ներգրաված լինի, եթե դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ամերիկյան կողմին։ Բայց դատախազությունը այլ կերպ, քան արտաքին գործերի գերատեսչության միջոցով, այլ կերպ նա չէր կարող դա ուղարկել, որովհետև դա օրենքը ըստ էության կարգավորում է։ Եվ վերջին հարցը, դուք հավանական եք համարում, որ ի վերջո Վարդան Ղուկասյանին կարտահանձնեն Հայաստանին։ Ես հավանական եմ համարում, որ արդարադատությունը հաղթանակել է։
Եվ դա կարող է լինել եւ արտահանձնման տեսքով եւ չարտահանձնման։ Ես իմ կարծիքը հայտնել եմ, որ բոլոր մեղադրանքները, որը տրված է Վարդան Ղուկասյանի մասով, անհիմն են եւ արդարության լավագույն շահապահանջումը, որ դրա օբյեկտիվ գնահատականը տրվի։ Բավական է դրա օբյեկտիվ գնահատականը տրվի, բավական է գույնը ապացողական բազայի 50%-ի գնահատականը գույնը հասցնի դատարանը այդ գնահատականը տա, ապա նման պայմաններում դառնում է դատախազության հայտը ոչ իրավաչափ, բխող բոլոր իրավական հետևանքները։ Եվ հետեւաբար կբացառվի արտահանձնումը։ Դե այո։